դուք ասեցիք, որ դուք գիտեք ինչ են այս ամեն ինչը անում, որ որոշ պաշտոնատարների կողմից տեղեկատվությունը մի քիչ կբացատրեք, կմանրամասնեք, եթե կարող եք։ Տեսեք, որոշ լրատվականներ գրել էին, չեմ ուզում շատ մանրամասնեմ, որովհետև ես միշտ չեմ ցանկացել որը մեկի ընտանիք կամ անկողին մուտք գործել։ Ես միջադեպի եմ մասնակից եղել Վագն Ալեքսանի Մարիկի հետ կապված, ով որ արդեն մահացել է, չեմ ուզում էլ այդ թեման շատ ծավալենք, որովհետև վերջերս է մահացել մարդուն նկատմամբ ուղղակի հարգանքից դրդված։ Այսինքն դրա նկատի ունեք այդ ամենի պատճառով էին ձեզ փորձում բանտարկել։ Դա պատճառներից մեկն է։ Դա պատճառներից մեկն է։ Դե մնացածը այն, որ ես քաղաքական process-ի մեջ եմ։ Բագրատ Սրբազանի հետ 10 տարուց ավել ես գործունեություն եմ ծավալում։ Սա նաև ինչպես Իգորը Սարգսյանն իր խոսքում ասեց նախորդ անգամ, ասեց Լիդիային խնդրում եմ որպես զենք մեր դեմ մի օգտագործեք տղամարդկանց դեմ, բայց նախորդ նիստին դա չազդեց որևէ կերպ դատարանի վրա։ Այս մի շաբաթում ինչ փոխվեց ձեր կարծիքով։ Տեսեք, ես անկեղծ շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդը ընդվզեց այդ ամեն ինչին, տեսնելով այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում, սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր, որ ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար, նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին առաջի դատական նիստին քննիչը ասեց, ասում է Լիդիա Մանթաշյանը գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների հետ, այդ պատճառով խնդրում ենք, ասենք, իրան տանել 2 ամիս կալանքի։ Դատական նիստի ժամանակ է նույնիսկ դա շեշտվել, հետո հասկացան, որ իրանց դեմ է աշխատում, դա սկսեցին այդ ձևակերպումը չօգտագործել, բայց քրեական գործի մեջ գրված է դա, որ գաղափարական թշնամանք ունի մեծ իշխանությունների հետ։ Այդ է պատճառը։ Մեկ էլ ասեցիք ազատագրական պայքարը շարունակվելու է, ոնց, ինչ։ Ես ճիշտն ասած դա մի փոքր այսպես կատակով ասում եի մեր տղաների ազատագրական պայքարի համար, բայց Հայաստանը պետք է ազատագրվի, այսպես չի կարող մնալ Հայաստանը ու երկար չի կարող գոյատևել, եթե այս իշխանությունները շարունակեն ունենալ այն լծակները ինչ որ ունեն, այսինքն մենք ինչ որ մի ճանապարհով կլինի ընտրություն, կլինի չգիտեմ, հեղափոխություն ինչ որ մի ճանապարհով պետք է ազատագրենք մեր Հայաստանը ու դա ես 20 թվականից հետո ինչ եղել է, երևի միայն մի քաղաքական ուժ կա, որի կազմակերպված ցույցերին չեմ մասնակցել, ինչ եղել է, այս բոլորին մասնակցություն ունեցել եմ, փորձել եմ, ես պարզ մարդ եմ, հա, ես որևէ տեղ առաջնորդը չեմ եղել, ես պարզ գնացել մասնակցել եմ, միայն այստեղ քանի որ իմ հոգևոր ծնողը եւ ում հետ ես որ կողքի աշխատել եմ Բագրատ Սրբազանը, ով որ առաջնորդում էր այս Սրբազան պայքարը, այստեղ մի քիչ իմ մասնակցությունը ավելին է եղել, բայց 20 թվականի պատերազմից հետո ամենտեղ ես իմ մասնակցությունն ունեցել եմ։ Դա մի մեծ ընթացք է, որը եկավ հասավ Սրբազան պայքար ու վստահ եմ, որ շարունակվելու է, տեսնենք ինչ ձևով։ Ինչի համար են մեղադրում, ինչ եք արել։ Տեսեք, եթե քրեական գործը կարդաք, կհասկանաք, որ լրիվ ջուր է, այնտեղ նշված ամեն ինչը, ծուխ եմ փորձարկել Շարբաթյան Մովսեսի հետ։ Այն ծուխերից, որ մենք օգտագործել ենք հանրահավաքների ժամանակ։ Փորձել ենք հասկանանք այդ նոր ծուխը, որ բերել են, ինքը ինչքան վայրկյան է պահում։ Հա, վայրկյանաչափ պահել ենք, ծուխ ենք փորձարկել։ Հենց դրա համար մեղադրում են։ Չէ, դա դրվագներից մեկն է։ Իմ նոթատետրի գրառումներն են գրել, որտեղ ասենք շատ անձնական բաներ կան։ Իմ մտորումներն են գրած։ Կա որ փողոցում մարդիկ հանդիպել են, ասեն Սրբազանին խնդրում ենք մի բան փոխանցի, մարդկանց չնեղացնելու համար ու ցույց տալու ինչքան կարևոր բաներ են ասում։ Ասենք նոթատետրս բացել եմ, գրել եմ, ասել եմ հա եղավ անպայման կփոխանցենք Բագրատ Սրբազանին, որովհետև անցյալ տարի մայիսին հիշում եք ինչ աժոտաժ էր Բագրատ Սրբազանի նույնիսկ օրերով ես չէի կարողանում տեսնել։ Երբ որ ես որոշակի պատասխանատվություն ունեի այս պայքարի մեջ, ասենք օրվա մեջ 3 րոպե, եթե ես իր հետ կարողանայի խոսել, այդ ասենք մեծ բարեբախտություն էր, էլի։ Խցում ոնց էր։
Ում հետ էիք, քանի հոգով էիք, ինչ է։ Խցում 3 հոգի ենք, մեզ մոտ Աբովյան քրեակատարողական հիմնարկում խցերը փոքր են։ Քրեակատարողական հիմնարկի հետ կապված ես որևէ խնդիր չեմ ունեցել։ Պահման պայմանները լավ են։ Ոնց որ լինի հիվանդասենյակ ուղղակի դուռը փակ։ Օրվա տարբեր ժամերի որոշակի գործողություններ կա, որ կատարվում են, կլինի ստուգում, կլինի խուզարկություն կամ աղբն են հանում, գնում ենք մարզանքի, այսինքն բաներ կան, 3 հոգով ենք, հիմնական այդ 3-ս ենք միասին շփվում, իրար հետ շփվում, շատ գոհ եմ այն մարդկանցից, ում հետ որ ես կալանքի մեջ եմ եղել, շատ լավ մարդիկ էին, եւ կարծում եմ, որ այդ մարդկանց հետ կապը շարունակել եմ, որովհետեւ բախտակից ընկերներ ենք։ Նույն կալանավայրում 5 ամիս ապրել ենք միասին, մեկի հետ 5 ամիս, այն մեկի հետ մի ամիս, մեկի հետ 3 ամիս, թե 4 ամիս չեմ հիշում արդեն, հա, այդպես։